Եթերում սոցիալական երկխոսության ժամն է, բարի երեկո։ Սիրելի բարեկամներ, այսօր մենք խոսելու ենք կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման ներկա փուլի մասին, իսկ իմ հյուրը կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի տնօրեն Արտակ Ղազարյանն է։ Բարի երեկո, պարոն Ղազարյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մենք ձեզ հետ վերջին անգամ այս տաղավարում հանդիպել ենք հուլիսի 19-ին եւ զրուցել ենք եւ ձեր կենտրոնի առաքելության ու կատարած աշխատանքների մասին եւ ընդհանրապես կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման գործընթացի մասին։ Դրանից բավականին ժամանակ արդեն անցել է, իրազեկման ծավալները մեծացել են եւ նաեւ շատացել են հարցերը։ Եվ ամենահաճախ տրվող վերջին շաբաթների հարցը դա նույնականացման քարտի եւ էլեկտրոնային ստորագրության մասին քաղաքացիներից ստացվող հարցն է եւ առաջին հարցս կուզենայի որ մի անգամ եւս մենք ասենք նախ ինչի համար է էլեկտրոնային ստորագրությունը։ Կենսաթոշակային համակարգի նոր համակարգի ներդրման շրջանակներում առաջին քայլերից մեկը դա միասնական եկամտային հարկի ներդրումն է, որը պետք է սկսի գործել 2013 թվականից սկսած։ Եվ օրենքի համաձայն եկամտային հարկի հաշվետվությունները պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու անհրաժեշտությունը ինքնին նշանակում է, որ այդ հաշվետվությունները պետք է ստորագրվեն նաև էլեկտրոնային եղանակով։ Այդ իսկ պատճառով պահանջ է դրված հանրապետության բոլոր գործատուների առջև եւ կոնկրետ այն անձանց, ոչ թե բոլոր աշխատողների, այլ կոնկրետ այն անձանց, ովքեր լիազորված են այդ հաշվետվությունները ստորագրելու։ Նրանք պետք է դիմեն եւ ստանան նույնականացման քարտ։ Նույնականացման քարտի պահանջը դրված է, որովհետեւ էլեկտրոնային ստորագրությունները դրանք նույնականացման քարտի վրա են լինելու։ Այսինքն նույնականացման քարտը ունի որոշակի կրիչ, որ իր մեջ պարունակում է էլեկտրոնային ստորագրության այդ ալգորիթմը։ Այնպես որ առաջին քայլը պետք է լինի նույնականացման քարտի համար դիմում ներկայացնելը ցանկացած անձնագրային բաժին։ Ես ինձ այդ հարցն էի ուզում տալ, որտեղ դա էլ են հաճախ տալիս։ Ուր կարող է դիմել այսօր քաղաքացին։ Կոնկրետ իր տարածքի անձնագրային բաժին, թե դա նշանակություն չունի, բացի տարածքային բաժիններից էլ ուր։ Եթե խոսքը գնում է միայն նույնականացման քարտի համար դիմելու մասին, ապա ցանկացած անձնագրային բաժին։ Իհարկե քաղաքացին կարող է ցանկանալ նաև դիմել անձնագիրը փոխելու համար, այդ դեպքում անհրաժեշտություն կլինի գուցե գրանցման վայրի անձնագրային բաժին դիմելու, բայց եթե խոսքը նորից եմ կրկնում հատկապես մեր հարգելի հեռուստադիտողների համար, եթե խոսքը գնում է միայն նույնականացման քարտի համար դիմելու մասին, ապա ցանկացած անձնագրային բաժին։ Շատ բարի։ Տեսեք, փաստորեն ստացվում է, որ կարճ ժամանակահատվածում պիտի հազարավոր մարդիկ, ստանան քարտը, ունենան էլեկտրոնային ստորագրություն եւ դա բնականաբար ենթադրում է անձնագրային բաժիններում կուտակումներ, ծանրաբեռնված բավականին աշխատանք։ Այս օրերին ինչպես է ընթանում գործընթացը։ Գիտեք, վիճակագրությունը ցույց է տալիս, որ մինչև հոկտեմբերի կեսերը ընկած ժամանակահատվածում հաշված այն ժամանակից, երբ որ ներդրվել է նույնականացման քարտը, եղել ընդամենը մի քանի ամիսների ընթացքում 4000 դիմում։ Սակայն հոկտեմբերից սկսած մոտավորապես վերջին մեկ ամիսների ընթացքում դիմումների քանակը հասել է մոտ 27000-ի։ Սակայն պետք է ասել, որ անձնագրային բաժինները անում են հնարավորը քաղաքացիներին հավուր պատշաճի սպասարկում ապահովելու համար։ Իհարկե, սկզբնական շրջանում, նաև հիմա որոշ վայրերում կան կուտակումներ, սակայն կարծում եմ, որ անձնագրային բաժինները ի վիճակի են այս խնդիրը լուծելու։ Շատ բարի եւ մոտավորապես ինչ վիճակագրություն կա, քանի հազար մարդ պիտի ստանա ընդհանուրը։ Խոսքը վերաբերում է, ասենք, ակտիվ հարկատուներին։ Իհարկե, ես ցանկացած ձեռնարկություն, ցանկացած տնտեսվարող սուբյեկտ ինքն է որոշում, թե ովքեր պետք է ստորագրեն էլեկտրոնային հաշվետվություններ, այսինքն կան կազմակերպություններ, որտեղ միայն տնօրենն է ստորագրում, կան կազմակերպություններ, որտեղ տնօրեն եւ հաշվապահ, այնպես որ դա կախված է տվյալ ձեռնարկությունում իրականացվող։ Պահին ասել դեռևս չէ։ Շատ մոտավոր, սակայն խոսքը գնում է մոտավորապես 60-70 հազարի մասին։ Եթե մենք այս պահին ունենք մոտավորապես 30000 դիմում, ապա կարծում եմ մինչև փետրվարի 20-ը, որը հանդիսանում է հունվարի համար, այո, հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետ, ապա այդ դեպքում կարծում եմ կարող ենք այդ թիվը ապահովել։ Իսկ եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով, եթե քաղաքացին, չգիտեմ, անկախ իր կամքից, ապա կարծում եմ կոնկրետ վերաբերմունք կդրսևորվի, որպեսզի քաղաքացիները չտուժեն։
Միգուցե ժամկետ փոփոխվի կամ, հա։ Դա արդեն կարող ենք ասել կոնկրետ արդյունքներ ամփոփելուց հետո։ Բարի, եւ նաեւ ստացման ժամկետների մասին, հա, քաղաքացին եկավ կամ լիազորված անձը եկավ դիմեց։ Այ ինչ ժամկետներ կան եւ արդյոք բոլորը ստանդարտ ժամկետներ են, թե այնտեղ կա արագացված, միգուցե Չէ, ստանդարտ իհարկե օրենքով սահմանված կարգով կան ժամկետներ, սակայն հաշվի առնելով հարցի կարևորությունը, թե ոստիկանությունը եւ անձնագրային բաժինները անում են հնարավորը որոշակի արագացված ժամկետներում նույնականացման քարտերը տրամադրելու համար, սակայն նաև կուզենայի ասել, որ զուտ մեր հարգելի հեռուստադիտողներին տեղեկացնելու առումով եւ հատկապես գործատուներին, ովքեր դիմում են նույնականացման քարտի համար, հաջորդ քայլը նույնականացման քարտ ստանալու հարկային մարմիններ դիմելն է։ Այսինքն, երբ որ քաղաքացին վերցրեց նույնականացման քարտ, հաջորդ քայլն այն է, որ պետք է գնա եւ դիմի պետական եկամուտների կոմիտեին։ Բայց նախորդ հարցին վերադառնամ, այստեղ արագացված կարգովի համար դա եւս որոշված է եւ կուզենայի որ իմանան, այնտեղ կա 15 օր ժամկետ, չէ, որ կարող են ստանալ 1 օր եւ հա եւ 3 օր, բայց դրանց վճարները լրացուցիչ, եթե ասենք 1 օրվա խնդիր է դրված, ապա լրացուցիչ օրենքով սահմանված կան վճարներ։ Իհարկե սովորական ժամկետը դա 15 աշխատանքային օրն է։ Որի համար վճարվում է 3000 դրամ, չէ։ Ես ուզում եմ մանրամասնորեն ասենք ուղղակի իմանալ։ Նույնականացման քարտի արժեքը 3000 դրամ է կազմում։ Սակայն եթե քաղաքացին ունի 1 օրում ստանալու խնդիր, իհարկե կան օրենքով սահմանված համապատասխան վարձավճարներ այդ խնդիրը արագացնելու համար, սակայն այդ 3000 դրամի համար էլ ես ինչքան տեղյակ եմ, ոստիկանությունը կոնկրետ որոշում է կայացնել ժամկետը արագացնելու վերաբերյալ, որպեսզի քաղաքացիները հնարավորինս ավելի հեշտ կարողանան ստանալ։ Շատ բարի, եւ մինչեւ գաղտնագրի հա մասին խոսել եւ դուք ասացիք հաջորդ քայլը պետ եկամուտների կոմիտե դիմելուց ես կուզենայի իմանամ այ նախկինում էլ կային եւ իմ գործընկերներից եւ նաեւ գործատներից մարդիկ որոնք ունեին էլեկտրոնային ստորագրություններ արդյոք այդ ունեցած ստորագրությունները ուժի մեջ են վավեր են թե մարդը պիտի նորից դիմի ստորագրություն չէ իհարկե միայն նախինում ստացած ստորագրությունները այն քաղաքացիներ ովքեր արդեն ունեն էլեկտրոնային ստորագրություն նրանք կշարունակեն գործել այսինքն քաղաքացին դրա համար առանձին ջանք չի գործադրի միակ բանը որ կա դա նույնականացման քարտի համար դիմելն է որովհետև էլեկտրոնային ստորագրությունները եկող տարվանից գործելու են նույնականացման քարտի վրա այսինքն այն անձինք ովքեր արդեն ունեն էլեկտրոնային ստորագրություն նրանք նույնպես պետք է դիմեն նույնականացման քարտի համար այո Բարի, եւ քանի որ մենք այդ գործընթացից խոսեցինք, մենք նկարահանող խումբը եղել է անձնագրային բաժիններից մեկում եւ ունենք փոքր տեսանյութ, ես առաջարկում եմ դիտել եւ նոր շարունակել մեր զրույցը։ Շատ լավ։ Դիտենք։ Նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը եւ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար։ Քաղաքացի նույնականացման քարտ ստանալու համար կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն կամ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, անկախ անձի հաշվառման վայրից։ Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, մինչև 16 տարին լրանալը ցանկացած կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր կամ ծննդյան վկայական, կամ էլ կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր։ Հարկ է ներկայացնել նաև զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ, զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք։ Օրենքով նախատեսված դեպքերում ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի եւ ռեզուսի վերաբերյալ տվյալներն ամրագրելու համար հարկավոր է ներկայացնել նաև համապատասխան բնույթի բժշկական փաստաթուղթ։ Անհրաժեշտ է ներկայացնել նաև 3000 դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը անձնագրի փոխարեն համարվում է ներքին օգտագործման անձնագիր միայն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Քաղաքացին լուսանկարվում է հենց անձնագրային ծառայությունում, նրանից նաև մատնահետքեր են վերցնում, ստորագրությունը էլեկտրոնային է, նույնականացման քարտը տրվում է դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում գանձվող վճարի դիմաց։ Երկրից դուրս նույնականացման քարտը չի գործում։ Երկրից դուրս արդեն գործում են կենսաչափական անձնագրերը, որը նույնպես քաղաքացու ինքնությունը եւ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, ինչպես հանրապետությունում, այնպես էլ հանրապետությունից դուրս։ Առանց նույնականացման քարտի կենսաչափական անձնագիր մենք չենք կարող տրամադրել, օրենքով այդպես է։
Նույնականացման քարտերի մասին օրենքը ուժի մեջ է մտել 2012 թվականի հունիսի 12-ից։ 2013 թվականի հունվարի 1-ից բոլոր գործատուները պետք է ձեռք բերեն նույնականացման քարտ եւ էլեկտրոնային ստորագրություն, որով հնարավորություն կունենան ներկայացնելու էլեկտրոնային եղանակով եկամտահարկի հաշվետվությունները։ Բարի շարունակենք մեր զրույցը եւ հաջորդ հարցս արդեն օկտոբերի անվան եւ գաղտնաբառին է վերաբերում, այստեղ ինչ նրբություն կա, հա, ուր պիտի դիմել, կան տարբերություններ, նույն ասենք, եթե ղեկավարն ինքն է դիմում կամ դիմում է նրա լիազորված անձը, ինչ գործընթաց կա։ Ուրեմն նույնականացման քարտ ստանալու հաջորդ քայլը հարկային մարմին դիմելն է, այսինքն պետական եկամուտների կոմիտե եւ ոչ միայն սպասարկման կենտրոններ, այլ պետական եկամուտների կոմիտեից հանգացած ստորաբաժանում, որովհետեւ նախկինում կար կարգ միայն սպասարկման կենտրոնները կարող էին ընդունել, սակայն պետեկամուտների կոմիտեն հաշվի առնելով քաղաքացիների համապատասխան ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը որոշում կայացրեց, որ բոլոր պետական եկամուտների կոմիտեի մարմինները, այսինքն հարկային մարմինները կարող են ընդունել այդ դիմումները։ Եվ քաղաքացու հետ տվյալ գործատուի ներկայացուցիչի հետ կնքվում է պայմանագիր եւ նրանց տրվում է օկտոբերի անուն եւ գաղտնաբառ։ Օկտոբերի անուն եւ գաղտնաբառով արդեն գործատուն հետագայում հնարավորություն կունենա մուտք գործել հարկային մարմնի տվյալների բազա եւ այստեղ կարող եմ ասել, որ նոր կենսաթոշակային համակարգը ենթադրում է, որ յուրաքանչյուր գործատու հարկային մարմնի էլեկտրոնային բազայում այսպես կունենա իր առանձին, այսպես ասած, անկյունը եւ ցանկացած ժամանակ նա կարող է արդեն մուտք գործել, ունենալ մատչելիություն տվյալներին եւ դա նաեւ կհեշտացնի հետագայում ամենամիս այդ էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելու ընթացակարգը։ Շատ բարի, եւ կարծում եմ երկու դեպքի համար էլ երկու տեղն էլ դիմելու համար կան այն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, չէ՞, տարածքներում, որտեղ քաղաքացին կարող է ծանոթանալ եւ արդեն փաստաթղթերը։ Իհարկե, հարկային մարմինները արդեն տրամադրելու են քաղաքացիներին բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը, նաեւ եթե խորհրդատվության կարիք լինի, խորհրդատվություն են կարող են տրամադրել, մի խոսքով հնարավորինս լուծված են, կարող ենք ասել փաստել։ Լավ, շատ բարի։ Եվ նաև մի բան, ես կուզենայի մի քիչ խնդիրների մասին խոսենք, որովհետև այսպիսի մեծածավալ եւ կարճաժամկետ խնդիրների լուծումը կարծում եմ հարցի լուծումը կարծում եմ իր հետ բերում է նաև խնդիրներ։ Ես մասնավորապես հարց ունեմ կապված ինտերնետի հասանելիության հետ, մանավանդ մարզերի։ Հա, արդյոք այդ հարցը լուծված է, թե հիմա ընթացքի մեջ է, արդյոք դա խնդիրներ չի առաջացնի, որովհետև եթե բացառապես էլեկտրոնային, ասենք, հեռավոր մարզի ինչ-որ մի գյուղի գործատու, որը ունի խնդիր հաշվետվություն ներկայացնելու, ինչպես է այս հարցը լուծվում։ Ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք կենսաթոշակային նոր համակարգի մասին, պետք է նշել, որ այս համակարգը ենթադրում է որոշակի գիտելիք եւ սա նաեւ միտված է մարդկանց վարքագծի փոփոխության եւ կարծում եմ, որ մեր այս ամբողջ ընթացքում մենք նաեւ իհարկե առնչվել ենք բազմաթիվ խնդիրների, ոչ միայն ինտերնետ հասանելիության, այլ նաեւ զուտ գիտելիքի։ Մենք նաեւ փորձում ենք մարդկանց տրամադրել անհրաժեշտ գիտելիք, թե համակարգչային, թե նաեւ համապատասխան ընթացակարգերի վերաբերյալ, որպեսզի կարողանանք այս ընթացքը սահուն ապահովել։ Ինչ վերաբերում է ձեր կոնկրետ հարցին ինտերնետ հասանելիության, ապա այս պահի դրությամբ մենք այսպիսի խնդիր մեծ առումով չունենք, որովհետև համայնքների մեծ մասը հագեցած է ինտերնետ հասանելիությամբ, ունենք զուտ մատերի վրա կարելի հաշվել, թե քանի համայնքում այդ խնդիրը կա եւ այժմ աշխատում ենք դրա լուծման ուղղությամբ։ Այսինքն կարող ենք հույս ունենալ, որ ժամկետը լրանալուն պես մենք որևէ այո, ուղղակի կան համայնքներ, որտեղ կա ինտերնետ, սակայն մարդիկ չունեն համապատասխան գիտելիքներ, մենք փորձում ենք ուղղակի այդ բացը նաև լրացնել։ Գիտելիքների եւ իրազեկման մասին մենք խոսենք։ Լավ, բնականաբար այս բոլոր նորամուծությունները հասցնելու համար մեր ազգաբնակչությանը պետք է իրազեկման եւ ուսուցման հսկայածավալ աշխատանքներ, ինչն էլ այսօր ձեր կենտրոնը բարեբախտաբար անում է։ Բայց կուզենայի իմանամ կոնկրետ այս փուլում ինչ աշխատանքներով եք դուք զբաղված, իրազեկումն է, ուսուցումն է, Երևանում է, մարզերում է, մի քիչ պատմեք ձեր աշխատանքների մասին։ Մենք ճիշտ ասած կատարում ենք իհարկե բավականին մեծածավալ աշխատանք, սակայն արդյունքները իհարկե դեռևս բավարար չեն, որովհետև
դեռևս կա մարդկանց մեծ խումբ, ովքեր կարիք ունեն այդ գիտելիքի եւ համապատասխան վերապատրաստումների։ Մենք մարզերում վերապատրաստել ենք արդեն համապատասխան վերապատրաստողների, որոնք ունեն իրենց, այսպես ասած, գրաֆիկը եւ համապատասխան ժամանակացույցը, եւ այդ ժամանակացույցով կազմակերպում եւ իրականացնում են վերապատրաստման դասընթացներ գործատուների համար։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք հանրապետության 10 մարզերում համարյա իրականացրել ենք վերապատրաստման դասընթացներ պետական գործատուների համար, հաշվապահներ եւ այլ թիրախային խմբեր, ինչպես նաև պետության մասնակցությամբ ձեռնարկությունների համար այժմ նաև համագործակցում ենք, մենք ունենք բազմաթիվ գործընկերներ, մենք ոչ միայն ինքներս ենք իրականացնում, այլ նաև փորձում ենք աջակցել կոնկրետ նախաձեռնությունների, իսկ նման նախաձեռնություններ բազմաթիվ են, թե հասարակական կազմակերպությունների կողմից, թե նաև ինչու՞ չէ պետական մասնավոր համագործակցության շրջանակներում Նաև միգուցե մասնագիտական ասոցիացիաների, ինչքան գիտեմ հաշվապահների ասոցիացիա, այսօր մենք արդեն համագործակցում ենք հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի հետ, համագործակցում ենք գործատուների հանրապետական միության հետ, ինչպես նաև այլ ծառայություններ մատուցող ընկերությունների ենք փորձում ներգրավել, որպեսզի իրենց ուրեմն գործընկեր կազմակերպություններին կարողանան տրամադրել համապատասխան գիտելիքներ։ Մի խոսքով այժմ նաև փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման գործակալության հետ ենք համագործակցում աշխատանքի պետական տեսչության հետ, ինչպես նաև իհարկե հարկային մարմիններն են ներգրաված այս գործընթացքում։ Մի խոսքով փորձում ենք ամբողջ դաշտը մեր հնարավորությունների սահմաններում ծածկել։ Նաև կուզենայի նշել հատկապես այն կազմակերպություններին, ովքեր մարզերում ունեն մասնաճյուղեր, օրինակ բանկերի ասոցիացիայի հետ ենք փորձում համագործակցել, բանկերի միջոցով տեղեկատվական նյութեր տարածելու առումով հայփոստի հետ ենք բանակցում։ Մի խոսքով կան նաև կոնկրետ բանկեր, ովքեր նույնիսկ պատրաստ են համապատասխան վայրեր առանձնացնել քաղաքացիներին ապահովելու համար ինտերնետ հասանելիությամբ կամ հնարավորությամբ, որպեսզի քաղաքացիները գան համապատասխան համակարգչից կարողանան անվճար, այո, եւ համապատասխան համակարգչից լրացնեն եւ ուղարկեն իրենց հաշվետվությունները։ Պարոն Ղազարյան, տեսեք, այսօր մեզ ամբողջ հանրապետությունն է դիտում եւ այն մարդիկ, ովքեր միգուցե դեռ չեն հասցրել ընդգրկվել, ուսուցման ծրագրերում կամ այդ նույն հասանելիության մասին տեղեկացածին, այ կոնկրետ ամեն ինչ որտեղից կարող են այդ տեղեկությունները այսօր իրենք ստանալ, եթե հետաքրքրված են, եթե ուզում են միգուցե լրացուցիչ ինչ որ դասընթացների անհրաժեշտություն կլինի, կապի միջոցները ինչպես են կամ որտեղ դիմեն։ Ուրեմն քաղաքացիները կարող են դիմել համապատասխան մարզպետարաններ կամ իրենց համայնքների միջոցով, որտեղ համայնքները նույնպես կարող են տեղեկացնել մարզպետարաններին եւ այնտեղ կան աշխատանքային խմբեր եւ ներկայացուցիչներ, որոնք կարող են տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, կարող են նաեւ գրանցվել դասընթացների համար։ Կան նաեւ մարզեր, որտեղ տեղական հեռուստաընկերություններ են հայտարարություն տարածում դասընթացների վերաբերյալ, նաև կարող են դիմել փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման գործակալության տարածքային կենտրոն կամ աշխատանքի տեսչություն կամ ուղղակի հարկային տեսչություն։ Այսինքն բազմաթիվ են այն ուղիները, որոնցով կարող են հետաքրքրված մարդիկ։ Այո, առաջիկայում մենք նաև կտրամադրենք ուսուցման նյութեր, իհարկե ինտերնետ կայքում տեղադրված են արդեն, առիթից օգտվելով մեր հարգելի հեռուստադիտողներին ցանկանում եմ տեղեկացնել կայքի հասցեները, նրանք կարող են պարզապես այցելել gitem.am կայք մենք նաև կգրենք այո եւ ստանալ համապատասխան տեղեկատվություն, նույնիսկ գործատուները, ովքեր դժվարություններ ունեն հաշվարկելու նոր աշխատավարձերը, նրանք կարող են ուղղակի մուտք անել իրենց այսօրվա աշխատավարձը եւ ավտոմատ կերպով կարող են հաշվարկել թե ինչքան պետք է լինի աշխատավարձը 13 թվականից սկսած։ Շատ բարի եւ վերջում մի կարճ հարց, տեսեք երեք ավարտվեց տարեկան երկրորդ կենսաթոշակային համաժողովը, որը շատ ներկայացուցչական էր, ես ուղղակի կուզենայի իմանամ նպատակը որն էր, շատ կարճ է եւ ինչ տվեց այդ համաժողովը։ Մենք անցյալ տարվանից սկսած 2011 թվականից սկսած կազմակերպում ենք տարեկան կենսաթոշակային համաժողովներ։ Այդ համաժողովների նպատակն է իմի բերել կամ մեկ հարկի տակ հավաքել բոլոր կազմակերպություններին, որոնք կարողանան հասարակությանը հաշվետվություն ներկայացնել, թե ինչ է արվել տվյալ տարվա ընթացքում կենսաթոշակային նոր համակարգի ներդրման ուղղությամբ։ Սա նաև գործիք է, որի միջոցով հասարակությանը տրամադրվում է հաշվետվություն։
Սա նաև գործիք է, որը լրացուցիչ եւս մեկ անգամ շեշտում է նոր համակարգի կարևորությունը, եւս մեկ անգամ շեշտում է ֆինանսական գիտելիքի կարևորությունը, այսինքն այն գիտելիքի, որը քաղաքացին պետք է ունենա նոր համակարգում ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Բացի դրանից, այս տարվանից սկսած նաև մենք հայտ համաժողովները առցանց ուղիղ հեռարձակմամբ են փորձում ապահովել։ Ուղղակի այս տարվա առանձնահատկությունը այն էր, որ մենք ունեինք բավականին մեծ միջազգային ներկայություն։ Մենք համագործակցեցինք մեր գործընկերների հետ եւ փաստորեն մոտարապես 12 երկրներից ներկա էին պատվիրակներ, ԱՊՀ երկրներից, մերձբալթյան երկրներից եւ առաջին անգամ նաեւ այս տարվա համաժողովի ընթացքում ներկայացմամբ հանդես եկան ակտիվների կառավարիչներ, որոնցից մեկը միջազգային եւ գլոբալ մասշտաբի GAM Group ընկերությունը եւ կարծում եմ, որ նմանատիպ ակտիվների կառավարիչների մուտքը հայաստանյան շուկա շատ մեծ ազդեցություն կունենա թե վստահության ապահովման, թե նաեւ մեր բոլորիս գումարների, այսպես ասած, վստահելիության բարձրացման առումով։ Շատ բարի, մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հերթական անգամ եւ նաեւ հույս հայտնել, որ միգուցե մի քանի ամիս հետո մենք նորից առիթ կունենանք եւ կխոսենք արդեն ձեր կողմից իրականացված նոր աշխատանքների մասին։ Հաջողություն։ Սիրելի բարեկամներ, կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի տնօրեն Արտակ Ղազարյանի հետ մենք փորձեցինք ձեզ ներկայացնել բարեփոխումների հանրային իրազեկման ներկա փուլում կատարվող աշխատանքները։ Այսօր այսքանը, ցտեսություն։